Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ հայ առաքելական եկեղեցու, Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։ Թեման մեր տեղեկություններով պահվում է սպասման ռեժիմում մինչեւ նրա ժամանումը։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ հենց այս հանգամանքով էլ կարող է պայմանավորված լինել, որ Եզրաս arczepiskoposը տևական ժամանակ Հայաստան չի գալիս։ Կաթողիկոսի կողմնակիցներն էլ ըստ նույն տեղեկությունների տեղյակ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրահանգից եւ դա համարում են հերթական ճնշման դրսեւորում եկեղեցական շրջանակների նկատմամբ, հատկապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունների սրման ֆոնին։ Նախկինում Եզրաս arczepiskoposը գալիս էր Հայաստան, անգամ մասնակցում բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին, սակայն վերջերս էլ չի գալիս։ Հիշեցնենք, Եզրաս arczepiskopos Ներսիսյանի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություն էր հնչեցնում, ներկայացնելով նրան որպես Գարեգին Բ-ի կրտսեր եղբայր, միաժամանակ ծանր մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին, KGB-ի գործակալ, լրտես եւ այլն։ Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը KGB-ի գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ։ Ասում եք սկանդալ է պայթել, այդ սկանդալը ինչի չի պայթում։ Վերջը բարձել եք, այդ ճիշտ է, թե ճիշտ չի, փաստաթղթեր են հրապարակվել։ Եվ հայտարարություններ են եղել, որ այդ թվում հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Ես ասեմ, որ ես հետաքրքրվել եմ, մեր ծառայություններն էլ այդ նույն տեղեկությունը ունեն։ Այո, ԱԱԾ-ն ունի այդ տեղեկությունը։ Բայց ինչ։ Ինչի վարույթը KGB-ի գործակալ լինելու համար վարույթ չեն կարող հարուցել, որովհետև իրանք եղել են Խորհրդային Միության քաղաքացի։ Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ընդգծենք, որ այս պահին կալանքի տակ է նաև կաթողիկոսի մյուս եղբայրը Գևորգ Ներսիսյանը եւ եղբորորդին Համբարձում Ներսիսյանը։